Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք։ Ձեզ մեջ շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը։ Վիլյամ Սարոյան։ Հայաստանը հիմա իմ տունն է։ Վերջապես այդ պայքարս վերջացավ։ Ես ինքս ազատ կսկամ, անկախ կսկամ, հայ կսկամ, բայց այդ ամենը մեկը մյուսից զատված չէ։ Փառք ուտամ, որ Աստված տված է այդ հնարավորությունը, որ ես մնամ այստեղ եւ շարունակվի այս կյանքս, որ երեխաներս մեծանան եւ այստեղի արժեքները իբրև հայ իրենք լավ մարդ դառնան։ Սպիրտ բոլոր երկիրներն ունեն։ Մեր բարակային հարցը ոչ թե սպիրտ ունենալու չունենալու հարցն է, մեր բարակային Հայաստանը պահելու հարցը։ Ես համոզված եմ, որ որևէ ազգ իր հողի վրա է գոյատևում, իր ուրույն մշակույթով, իր լեզվով, պետք է վերադառնա հագարագությամբ դուրս գնալու փոխարեն կալներս եւ հզորացնել։ Հողը պատկանում է այն մարդուն, ով ապրում է այդ հողի վրա։ Եթե մեր հողի վրա կան եւ ապրեն ոչ հայերը, նրանց կպատկանի այդ հողը։ Հորս հայրը կեսարյացի է, Կիլիկիայի շրջանից, մեծ հայրս ուրեմն իր հայրը եղել է հարկայինի բեդերից մեկը այդ քաղաքի մեջ, բավական բարձր պաշտոն ուներ եւ լավ ճանաչված, լավ հարգված թուրքերի եւ հայերի կողմից։ Եղերնի ժամանակ իրեն կփանդարկեն եւ կսպանեն փանդի մեջ, որտեղ որ արդեն որբ կմնա իմ մեծ հայրս, իր քույրը եւ այլն։ Եվ իրենք արդեն կփախին դեպի Դամասկոս։ Բաբայիս մայրը ադանացի են, իրենք կարողացան Եղեռնից փախել Մերսինի ճանապարհով եւ նավով, իրենք ցեվովը փրկվեցին Եղեռնից, բայց իրենք արդեն ականատես եղած էին չարթի եւ հանգրվաններից։ Մամայիս կողմի ծնողքը մամայիս մայրը Բոլսա հայ է, Բուրսա շրջանից, ինքն ալ ուրեմն երբ որ 4 ամսու 5 ամսու երեխա է, մայրը որ դուրս քնում է, որ ինքը կարողանա գաթփերի, արդեն սպանում են իր մորը, մեծ մայրս որբ կմնա, իր մեծ մայրն է, որ արդեն իրեն կփրկե եւ կփնտրեն մյուս քույրը, որ կա արդեն ամուսնացած Հալեբում։ Մեծ հայրս մամայիս կողմին Էրզրումցի են, իրենք ալ կարողացան փախել, անունները փոխեցին, թուրքացուցին, այդ շրջանի Էրզրումի շրջանի թուրքերը, որ պաշտում էին կամ հարկում էին իմ մեծ հորս ընտանիքը, օգնեցին, որ փախին։ Այսպիսի պատմություններ արդեն շատ ենք լսած, որ թուրքերը այդ իրենց հարևանները օգնած են փախել, հասած են Հալեբ, որտեղ իմ մեծ ծնողքս արդեն մամայիս կողմից եւ պապայիս կողմից հանդիպում են եւ մի կերպ, մի ցև արդեն հասնում են Լիբանան, որտեղ իմ ծնողքս ծնվում են։ Ծնողքս դարիներ հետո ավելի շատ եկեղեցի միջոցով կհանդիպեն։ Լիբանանի մեջ մայրս եղած է իհարկե երչուի թբրած դասի անդամ եւ հայրս նույնպես վերջը օծված սարգավակ առաջին կարեկին այն ժամանակ սարգավակ էր կաթողիկոս ողբեցյալ կաթողիկոսի կողմից։ Սուրբ նշան ուրեմն իրենք կհանդիպեն կամ ուսանան։ Սա լինում է իհարկե Լիբանանի 75 թվի պատերազմից առաջ։ Տեղափոխվում են իրենք Կանադա։ Եվ այդտեղ արդեն ես եւ քույրս կծնվենք։ Միշտ հետաքրքրություն ունեցած եմ այդ սև սպիտակ նկարներից, այդ մեծ հորս, մեծ մորս իրենց ծնողքի պատմությունը եւ այդ լուսանկարներ ավելի ճիշտ է ինձ օգնեց, որ ավելի պատկերացում ունենամ ինչի մասին է մեր պատմությունը, որտեղից ենք եկած, ինչու պետք է արժեքավորենք մեր հայությունը, ինքնությունը։ Իմ արմատները գերտան մինչև Կիլիկիա։ Թե հայրս, թե մայրս իրենց ընտանիքներով Կիլիկիայից են եղել։ Կիլիկիայի Սուրիայի սահմանին Քեսաբանունով մի հատ գյուղ կա, մայրս եւ իր ընտանիքը այդ Սուրիա-Թուրքիա սահմանին Սիրիայի Քեսաբ գյուղից գյուղեն են, հայրս ալ Մուսալերից։
Մուսալերը ժամանակին ֆրանսիացիները, երբ որ Օսմանյան կայսրությունը գծրադեցին առաջին համաշխարհային պատերազմին, Սիրիայի մեջ թողել էին, 1939-ին էլի Սիրիայից վերցրին, երբ որ Սիրիայի հովանավորությունը ստանձնած էին եւ դվին Թուրքիային։ Այդ ժամանակ հայերը որոշեցին, որ մենք Թուրքիայի մագանի տակ չենք ապրի եւ ֆրանսիացիներին ասին, որ մեզ դարեք այստեղից։ Ֆրանսիացիները այն ժամանակ բոլոր մուսալերի եւ տարածքի այդ շրջանի բնակիչներին վերցրին եւ բերին Լիբանան մի հատ անաբադային տարածք, որ հիմա Այնջար գյուղն է, որ ամբողջությամբ հայ է։ Այդ գյուղի մեջ վրաններ սարքեցին, հետո մի քանի տարի հետո մեկ սենյականոց բնակարաններ սարքեցին դվին բնակիչներին։ Հիմա այդ գյուղը զարգացավ, արդեն Լիբանանի ամենեն հայտնի գյուղերից մեկն է, ամբողջությամբ հայաբնակ։ Հայրս ծանոթանում է տարիներ հետո Քեսապսի մի աղջկա, որի հետ ամուսնանում է մայրս, եւ ես ծնվում եմ Անջարում։ Հայրս խիստ մարդ եղած է, խիստ հայր ավելի ճիշտ ասած, որտեվ իր մտահոգությունը այն էր, որ օդարապերի մեջ ոնց պիտի կարողանամ ես մեծացնել իմ երկու երեխեքս։ Դրա համար ավելի այդ պահպանողական ոճը ունեցած է եւ միշտ մեզի խուսափեցուցած է, որ օդարության մեջ շահվենք, հակառակ որ ամեն ինչ մեր 4 կողմը օդար էր։ Հայ շատ քիչ կար, մանավանդ այդ քաղաքը, որ տեղափոխվեցինք, շատ քիչ հայություն կար, կարամ ասել շաբաթօրյա միայն դպրոց կար, մի հատ ակումբ կար, ամեն գիրակի, բարդաթիր մենք եկեղեցի գնում էինք, արդեն մայրս ոչ թե միայն օրգ նվագողը, այլ դպրոց դասի անդամ, հայրս սարգսակավակ լինելով, արդեն 3 տարեկանին ես արդեն առաջին շաբիկս հագնում եմ եկեղեցի մեջ, եւ ամեն գիրակի արդեն այդ սովորությունը կա, որ մասնակցենք եկեղեցու շարականներում, պատարագին, Եկմալյանից սկսած Կոմիտասյան, արդեն ամեն ինչը բավական իրանցից ծնողքից իշնորհիվ արդեն ադիկա մեր արմատների մեջ մտել է։ Նույնիսկ համալսարանական տարիներս, որ գիշեմ, շատ քիչ այսպես շփում ունեի, բայց ոչ թե այդպես ասենք մոտիկ ընկերներ ունենալով տունը շատ թույլ չէր դա, որ օտար մարդ կար տուն, քիչ մի շատ վերապահպանողական էր։ Սկիզբը շատ պայքարի մեջ էի ծնողքիս հետ, որ ինչու հայ ենք մենք, արդեն օդարի մեջ ենք, չեք թողում, որ օդար ընկերներ ունենանք, այդ ինքնության իմ խնդիրները շատ, այսպես ասած, սկսեցին արդեն շուտ դարիքին։ Երբ որ բակալորիայի ժամանակ էր, արդեն կմտածեի ուրիշ դեղ քնալ ուսանելու, այսպես մի քիչ իմ միջավայրից դուրս գալ եւ թիմած էի Ֆրանսա, Սորբոնը երբ ընդունվեցի, որ մագիստրատուրան անեմ, արիթը օգտագործեցի, որ կարողանամ այլ երկիր քնալ եւ սովորեմ Ֆրանսայում։ Ֆրանսա ուսանելեն հետո արդեն կանադական գազམ་ակերպության մասնակցեցա, որտեղ ինձ ուղարկեցին Հարավային Ամերիկա, Պերու, որ աշխատեմ այդտեղ հատուկ զարգացման ծրագրերու վրա, ուսման հետ կապ ուներ։ Հետո ուղարկեցին ինձ Սրի Լանկա, Հնդկաստան, Հարավային Հնդկաստան, երբ որ այս երկիրներում մեջ էի, զգացի ավելի այսպես ոչ թե աղքատացած, որբացած, ոնց որ որբի նման լինեմ, որտեղ ոչ թե միայն ծնողքս կամ հարազատներս կողքս չէին, այլ լրիվ օտարության մեջ էի։ Պերուի մեջ ընդհանրապես հայ չկա, Սրի Լանկայի մեջ ընդհանրապես հայ չկա։ Այդ առաջվա պայքարը որ կար, որ օտարության մեջ ավելի շահվիմ եւ հայությունից քիչ մը հերանամ, որտեղ շատ ճնշված էի, սկսա հետ գալ։ Սկսա հետ գալ, այդ զգացումը սկսա ունենալ, որ չէ, ես չեմ կարա ոչ հայու հետ չշփվել։ Ես պետք ունեմ անպայման գտնել իմ քույր եղբայրներս, որոնց հետ կարողանամ կիսել։ Այդ զգացումս, երբ որ ես դերթամ ապրիլ 24-ի ցույց կամ դողանցքի մասնակցեմ, այդ գողքիներս հասկանան ինչու համար ես գնում եմ այդ դողանցքի մասնակցելու։ Տարիներ շարունակ սովորեցի եւ մեծացա Անջար, լրիվ դարբեր երևույթ է ոչ միայն Սփյուռքի մեջ, աշխարհի մեջ, անջարցիները, մուսալերցիները, անջարաբրո ազգայնականության առաջին կիզի վրա են եւ այդ գյուղը փոքրիկ Հայաստան է։ Բոլոր մուսալերցիները, անջարցիները դեռ ամեն տարի sense մի հատ մեծ բաստար են դնում գյուղի մեջը, որի վրա գրված է մենք լերն ենք դագավին, թող ետ կա տշնամին։ Եվ մենք մեծացել ենք այդ բանով, այդ ոգով, որ մենք մեր պատերազմը դեռ չի ավարտել,
մենք հայկական դպրոցներ են այնտեղ, հայկական եկեղեցիներ, ուրիշ բան չկա, հայախոս, արաբերեն լավ չէինք խոսում, որովհետև հայ էին բոլորը, արաբական երկրի մեջ ապրելով հանդերձ։ 88-ի սեպտեմբերին էր, որ Ղարաբաղյան շարժումներ, միլիոնով, 100,000-ներով ժողովուրդը ցույցերի էր կնում, եւ այն ժամանակ, որ ես առաջին անգամ Հայաստան եկա, ես ամբողջությամբ անդրադարձա, որ ինչ որ ինձ սովորացրել են իմ գյուղում, իմ ընտանիքում, իմ համայնքում, դպրոցում, հայրենիք, էսա, ուրիշ հայրենիք չկա, էսա, եթե հայրենիքի մասին ենք խոսում, ուրեմն Հայաստանն է, չի կարելի երազային միայն լինել հայրենիքը, շոշափելի հայրենիքը, ուրեմն մենք բոլորս պետք է այս հայրենիքի համար ապրենք, բայկարենք, մեր երազները կշարունակենք հետագային, բայց ներկայիս էսա, ուրիշ հայրենիք գոյություն չունի եղածից է։ Այդ ժամանակ ուրեմն ես որոշեցի, որ մի օր հարմար պայմաններ կստեղծեմ ինձ համար եւ կվերադառնամ կամ կգամ Հայաստան։ 90-ին որոշեցի բարձրագույն կրթությունը շարունակել, գնացի Լոս Անջելես, UCLA համալսարանը, Ռիչարդ Հովհաննիսյանի ժամանակից հայոց պատմության մերսզի դասընթացներին հետևեցի եւ աշխատում էի ասպարեզ թերթում, դասավանդում էի հայկական դպրոցներում։ Եվ 98-ին ես գնացի Կանադա, հայկական դպրոցի տնօրեն, մոտավորապես 6 տարի այնտեղ հայկական դպրոցի տնօրենություն եմ արել եւ միշտ նորից ամեն օր աշակերտները որ հայ էին բոլորը գալիս էին մեր հայրենիքն էինք երկում, աղոթում էին հայեր մերը, ես դասավանդում էի նաև բարձր կարգերին հայոց պատմություն, նորից խելքս միտքս իմ երբ բադե հարիկ պիտի լինի եւ ես Հայաստան պիտի գամ։ Զարմիկ Մունեի, որ անընդհատ ինձ ճնշում դարիներ ի վեր ասում էր, որ պետք է ամենայն ծանոթանամ մի հատ անձնավորություն, տղամարդ մնա, ինքը դպրոցի տնօրենն է Թորոնտոյի դպրոցի տնօրենն է։ Եվ ես ամեն ինչ կնեի, որ փորձեի մերժել, այդքան գլուխս կերավ, ասեցի լավ ոչինչ, դուրս ելածենք, նպատակը մի ժամվա հաց ուտելու համար էր, այդ մի ժամը 3-4 ժամ տևեց, արդեն բավական այսպես զրույցներու մեջ, խոսակցության մեջ, զգացինք, որ այդտեղ մի բան կար, որ մեզ գաբում էր։ Ես չէի պատկերացնում, որ կարողանամ ոչ հայի հետ ամուսնանալ, որովհետև ոչ թե որ հայը օդարից ավելի լավ է կամ օդարը հայից ավելի լավ է, այտենց ոչ թե դրա, այլ իմ ապրումները, իմ զգացումները ես պիտի կարողանամ գիսել մի անձի հետ, որ հասկանում է ինձ եւ դա խորտ պիտի չլինի այդ բոլոր բաները, էլի։ Եվ ամուսնանալուց հետո մենք երբ որ ամուսնացանք Տարայի հետ, մեր առաջին բանը եղավ այն, որ մենք Հայաստան պիտի գանք մեր մեղրամիսին համար։ Ես իրան ասել էի, որ ես մեր հայրենիքը եւ եթե պիտի մի օր մենք բույն ունենանք, նախընտրելի է հայրենիք ունենանք։ 2004-ին էր ուրեմն, երբ որ առաքելություն արևել կազմակերպությունը ծրագրերի, գրթական ծրագրերի ղեկավար էր ուզում, ես ինտերնետի վրա տեսա հայտարարությունը, որ բանջվում է ինչ որ որոշ մասնակիտական պատրաստություններով անց, որովհետեւ ղեկավարեն գրթական ծրագրեր, հատուկ կարիքներով երեխեքի գրթության կազմակերպման ծրագրեր Հայաստանի մեջ։ Այդ ժամանակ դիմեցի եւ ընդունվեցի։ Միաժամանակ Լարային գործի նա էլ սկսեց գործ կալ, մանկալ Հայաստանում եւ Հայաստանի մեջ Եվրազիա հիմնարկի ռեգիոնալ տնօրենի պաշտոնը իր համար դեսավ եւ դիմեց եւ ընդունվեց։ Միասին մի շաբաթ դարբերությամբ, թե 10 օր դարբերությամբ ես եկա հետևիցս ինքը եկավ եւ ամենջավես գործի սկսա։ Եվ այդպեսով սկսվեց մեր հայաստանյան այսպես ասած կյանքը։ Դուն վերադառնալու առաջի քայլը մեր մեղրամիսներ այստեղ, հետո գործ գտնելը եւ գործ գտնելուց հետո տեղավորվել երեխաներ ունենալ, 3 երեխա ունեցանք։ Առաջինը ծնվեց Կանադայում, Ռուպենը, մեծ տղաս, երկրորդ տղաս արդեն Արամը ծնվեց Հայաստանում, աղջիկս Քամին էլի ծնվեց Հայաստանում։ Հիմա արդեն ես առաքելություն արևելքի գրասենյակի տնօրենն եմ, 3 տարի եղավ մոտավորապես, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում։ Առաջինը ամենեն կարևորը, որ ես սկսեցի ինձ համար շատ մի քիչ թանկարժեք է, հատուկ կարիքներով երեխաների գրթության կազմակերպման հարցը,
որ մեծ ամբողջ Հայաստանի մասշտաբով բարեփոխումներ անել հատուկ կարիքներով երեխեքի գրթությունը լավագույն ձևով կազմակերպելու հաշմանդամության իրավունքների հաշմանդամության կանխարգելման ծրագրեր ունենք նաև սպիդի, այսինքն միավ-ձիահի HIV/AIDS-ի կանխարգելման ազգային ծրագրի մեր տերակատարությունը, մեր գազམ་ակերպությունը կարևոր տերակատարություն ունի այդտեղ եւ աշխատում ենք ավելի քան 15 հասարակական գազམ་ակերպությունների հետ այս ծրագիրների իրագործման համար։ Իմ մեջ ես կարծում եմ ուսալերից ինչա մնացած, արմատներին կարճած մնալու, իրավունքներին վերադիրանալու, հայրենիքին, ընտանիքին դերը լալու, չընկճվելու, բայկարելու, ամենայն վատ դեպքերում իսկ ծայրահեղ աստիճան ուժեղանալու եւ դիմադրելու, դիմագայելու այդ բանը, այդ հատկանիշները մուսալերցիներից ինչ որ չափով նաեւ կարծում եմ փոխանցվել է ինձ։ Ես էլ որոշում արել եմ, որ պիտի կամ այստեղ կյանք պիտի սկսեմ Հայաստանում եւ բոլոր դժվարություններին պիտի դիմանամ, իմ կյանքս պիտի հիմնեմ այս դրական բաների վրա եւ պիտի բայկարեմ բացասական երևույթների դեմ։ Այդ ձևով էլ շարունակում եմ, հույսով եմ, որ կշարունակվի։ Հիմա չգիտեմ ես սպիրկահայ եմ, թե չէ ես կարծում եմ, որ երկուսի խառնուրդ եմ, որովհետև սպիրկը նաև եղել է իմ տունը, այստեղ էլ իմ տունը, ուրեմն այդ երկու բաներն էլ, հատկանիշներն էլ իմ մեջ կան, ես չեմ կարող ասեմ միայն սպիրկահայ եմ, արդեն ես նաև ինչ-որ չափով հայաստանցի եմ։ Վերապերմունքը իհարկե, տեսեք, երկուստեք վերապերմունք է, միակողմանի ճանապարհ չկա աշխարհում, բոլոր ճանապարհները երկկողմանի են, էլի։ Օրինակ, մեկ-մեկ սպիրկահայերը գալիս են ինչ-որ շատ բանաչներ են ներկայացնում, առանց հասկանալու են պայմանները, որ այս երկրում գոյություն ունեն։ Իսկ այստեղից էլ երբեմն մարդիկ շատ ավելի տարբեր պատկերացում ունեն սպիրկահայի հանդեպ եւ չեն պատկերացնում, որ այդ մարդիկ ինչ պայմաններից են գալիս, երկուստեք մեկ-մեկ վերապեր, բայց ժամանակի ընթացքին փոխվում է, շատ բաներ կա, որ ես սովորել եմ, որ այս երկրում իմ ուզածի պես պիտի չլինի, որ պայմանները տարբեր են։ Հետո իմ միջավայրի մարդիկ, որ տեսնում են ինձ, հասկանում են, որ ես որտեղից եմ եկել եւ ես չեմ կարող ճիշտ նույնը լինեմ, որովհետեւ ես էլ տարբեր պայմաններից եմ եկել։ Այդ վերապերմունքը կա, նորմալ է որ լինի, եթե չլինի աննորմալ կլինի, որ նույն երկրում տարբեր երկու գյուղեր, տարբեր մշակույթ, տարբեր հասկացողություն են եւ կարող է իրար հանդեպ ինչ-որ վերապերմունք ունենան, ուր մնաց հազարավոր մղոններից, հերավոր շրջաններից եկող մարդկանց միջև վերապերմունքի հարցը։ Բայց ես դա խոչընդոտ չեմ տեսնում։ Տնտեսական իրավիճակը շատ կարևոր է ընտանիքի համար։ Ճիշտ է, եթե աշխատանք չունենայինք, գուքայինք արդյոք Հայաստան, դա լավ հարցում է։ Ես իմանալով, որ հիմա ինչպես է կյանքս այստեղը, պիտի եթե քորձ ունենայի, ամեն ինչ պիտի անեի, որ փորձեմ ջարել այդ քորձը։ Իսկապես, այսինքն աշխատասեր անցենք, ես ուրախին, պատճառ չկա, որ չաշխատենք, եւ եթե պետք է ավելի փոքր բաժնով քորձ ջարեմ, կանեմ, եթե պետք է որ կարողանամ ես այստեղ ապրեմ, ամեն ինչ կփորձեմ անել, որ ես մնամ։ Հիմա որ ես արժեքը գիտեմ այստեղի ապրելացիա, ինչպես կուզեմ, որ երեխաներս մեծանան այս միջավայրի մեջ, իբրև հայ, գնեի ինչ որ կրնայի, որ կարողանամ մնալ։ Կաշխատեմ Vivace MTS, իբրև մարդկային ռեսուրսներ, եթե կրնամ ասել, մարդկային ռեսուրսների վարչության պետ, ես ճիշտ ասած շատ հբարդ եմ այդտեղ աշխատել, չեմ ասում քովասանք միան լինի, բայց շատ հբարդ եմ այդպիսի կոլեկտիվի, ընտանիքի մաս կազմելու, որովհետև հիմնարկն է Հայաստանի մեջ, որ իսկապես ոչ թե միայն հասարակության ցույց կտա, այլ աշխատողներին, որ մենք ոչ թե միայն հայ ենք, լավ աշխատող ենք, աշխատասեր ենք եւ մեզ համար արժեքները ինչքան կարեւոր են։ Մեր վարչությունը ուրեմն կփոխանա 3 բաժնից՝ զարգացման, մարդկային հարաբերությունները, իրավունքները եւ անշուշտ ինչ որ կա allowance եւ benefit-ներու հետ կապված, այդ բոլորը մենք արդեն մեր վարչությունը կսպաղվի։ Ես այսպես կտեսնեմ, Հայաստանը 21 տարեկան աղջիկ է։ Հայաստանը 21 տարեկան աղջիկ, որ դակավ ինքը ջահել է, զարգանալու դեղ ունի, հնարավորություններ ունի եւ աս 7 տարվա մեջ որ ես տեսա, մեծ փոփոխություններ տեսած եմ, որ ես շատ հբարդ եմ, չեմ ասել, որ վերջացավ, այլևս պետք չունենք աշխատել դրա վրա, բայց շատ հբարդ եմ, որ կտեսնամ ինչքան զարգացած է։
փորձի տեսանկյունից, բայց Իրանի այդ մարդիկը կամ ընտանիքները, որ ունեն հնարավորություններ մնալու, Իրանի մնային, որտեղ իսկապես կյանքը դրսում ավելի դժվար է եւ հավատացեք, դժվար է ինչ ցեվով։ Ճիշտ է, կարամ ես մեքենան ունենալ, կնամ դուրը ունենալ, ապահովել ինչ որ պետք է, բայց ես կմնամ անդեր եւ իսկապես կմնամ մեկ-մեկ անապահով եւ հաստատ գիտեմ, որ 50-60 թեկուզ 80 տարի հետո սպյուրքը չի լինելու։ Ոչ թե չի լինելու այսպես անհետացած, բայց անկայն գա ոչ հայերու միջև կամ ոչ հայու հետ ամուսնություն, որ ես չեմ գնալ պատկերացնել, որ վերջը պիտի ունենանք շատ հզոր սպյուրք։ Ինչ սորվեցա ես հայաստանցիներից, շատ բան։ Նախ եւ առաջ համբերություն, նախ եւ առաջ վերևից չգալ եւ այսպես մեծ համարում ունենալով, որ ես դուրսից եկած եմ եւ ես պիտի սովորացնեմ, ոչ, ես ընդհակառակը ես շատ բան սորված եմ, ես իմ դեղացի, իմ ընկերներից համբերությունը շատ մեծ թեր կատարած է ժողովրդին համար, ես կհիանամ։ Առաջ կգարձեի, որ շատ բան գիտեի, բայց հիմա կիմանամ, որ այդքան բան չեմ գտել, ես բավական օր իմ շփումս արդեն թաս է ինձ համար, մեծ դպրոց եղած է ինձ համար հոստեղափոխվելը։ Համադայություն սովորել եմ, այդ մեկը բավական արդեն իմ հայաստանցի ընկերներս միշտ ինձ նոմինացիա են անում համադայության, այդ մեկը լավ եմ սովորել, իսկ ուրիշ ինչ եմ սովորել։ Հարաբերությունների մեջ սովորել եմ, որ համարձակ պետք է լինել մի քիչ եւ պետք է բահանջկոտ լինել մի քիչ։ Իսկ ամենեն կարևորը սովորել եմ, որ եթե սիրես Հայաստանում շատ ավելի սիրում են քեզ։ Եվրոպեն Հաղվերդյանի այդ երկը ուր քեզ սպասում են քեզ քշերին, սա Երևանն է, այստեղ կոդանն ես, ուր քեզ հիշում են, դեռ չեմ մոռացել եւ այն շատ հարազատ է իմիջայլոց այդ առումով եւ այդ մեկը ինձ շատ տպավորել է։ Ես չեմ գնալ պատկերացնել իմ կյանքը սպյուրքի մեջ այլևս։ Կարող է ծնողքս տարբեր բաներ կան եւ որ լսեն, բայց ինձ համար օրինակ ես որ կվերադառնամ Կանադա կամ Լիբանան կամ այլ երկիր, հավատացեք, երբ որ ասեմ 2-3 օր հետո ես անհամբեր կսպասեմ, որ Հայաստան վերադառնամ, շունչ քաշեմ։ Դունգը հասնի քորդից հետո երջանիկ եմ, դուրսը կքայլեմ երեխաներուս հետ երջանիկ եմ։ Այսպես չկա մի բախ, որ ասեմ, վայ, ինչ լավ է, կամ Արարատի տեսա, ճիշտ է, շատ սպյուրքահայեր կուրախանան, ես ալ օրինակ ինձ համար առաջին պահը, որ տեսա Արարատը, ես ուրախացա, բայց հիմա ոնց որ իմն է։ Օդար չեմ զգում ես ինձ էստեղ։ Իհարկե չեմ էլ ասում, որ իդեալական է ամեն ինչ, ոչ մի տեղ տեսման չկա, բայց այնեն չի, որ ես նստեմ եւ ասեմ, որ վայ, այս ինչ է, այդ վախ ասելու, վայ ասելու, ափսոսալու զգացում երբեք չկա։ Նամակները զարդարեն քիրք մը կա, որ Վահե Բերբերյանը գրած էր, եւ պատմությունը կա, արդեն թրջումն է, որ կգոչվի յահ։ Յահը, երբ որ ետ նայես, արդեն հայ կնշանակե ետ ճիշտով, յահին պատմությունը ինչպես ասցիդի գուրում երբ որ ցակ կունենա, հազի որ ցակը ծնվի, մայրը իր երեխուն ցակին թևերը գդրում է, խածում է գդրում է, նպատակով որ յահին ցակը չթռնի չփախնի, մնա իր մոր մոտ։ Ոնց որ իմ ընտանիքից կամ ասենք մեծ մասամբ հայերի այդ պատմությունը կա, որ մնա երեխան իր մոտ։ Ուրեմն ցեվով ես աչքիս առջև եկա, որ վայ, վահբանել հայը մնա իմ մոտս, թևերը գդրեմ, որ կարողանա ինքը մնա իմ մոտս, այլևս չկա։ Թե մեծանան ուզում են ուսանել, ես այդ յահի նման պիտի չի կրճատեմ, թող թռնին, ազատս կան, բայց գիտեմ, որ մեջերին, որ կա այդ հայությունը եւ արմատները կան, ուզեն կամ չուզեն ոնց որ իմ նման դստա հետ կվերաթարնան, հույսով դուն կվերաթարնան, այսինքն դունը ոչ թե իմ դունը, այլ այս Հայաստանը։ Մարդ իր դունը ոնց որ սիրում է, ես էլ Հայաստանը տենց եմ սիրում, չէ, հիմա գիտեք ինչ, երեխայի մեջ, իմ ամեն մարդ իր երեխայի մեջ ինչը շատ կսիրի, իր երեխան է, իր ամբողջությամբ է սիրում, լավով եւ վադով եւ բան, ես Հայաստանին տենց եմ վերաբերվում։